Աժողովուրդ մին զրույց կա, ասում են թեմբելին հետի ամեն օրը գիրեգի է, սոր ասում ենք վեր ղոչաղին հետի, դաժը գիրգամոտ գիրեգին է գործի օր, մենք սա ինչ անշանակում, էլի կփորձին բարբարավ, դոս բացատրիմ ավելի մատչելի բարերավ, վեր թեմբելին, այսինքն ծույլիկ մարդին հետի ամեն օրը գիրեգի օր է, ինքը վեր սկսում ասում այն ձետի սոր գիրեգի է, ինքը ոտև թեմբել է, բայց աշխատաս էր մարդուն հետի, դաժը նույնիսկ շաբաթ գիրեգին էր հունցը մզետի, ինքը աշխատանքային օր է, ինչ հետ ինք սորցыз այս խոսքավասուն բարի առավոտ, որովհետև տաղավարում հյուրընկալանք մի մարդու հյուր հետի եւ շաբաթ կիրակին եւ ամեն օրը աշխատանքային օր է, ինքս մենք արդեն համեստորեն գլխավ հաստատում այդ ամեն ինչը, մեր հյուրը Արունա Պողոսյանն է։ Արունա, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն հրավերն ընդունելի հետի, շնորհակալություն վեր եկալք հսալ Երևան այս մզնետ զրույցների հետի, որտեվ հրազդանք չէ դուք մնամ։ Հա։ Ոնց եկալ ճանապարհն լավ է։ Հա, շատ։ Մենք էլ հիշում ենք Ղարաբաղ մարտ Ստեփանակերտից Երևան բարի կամ հնգերարայքնելիս միշտ ցանկտայս կլերցներ ճանապարհը ոնց է, բեն լավը քեցա եկա։ Մենք դուք լավը կսա։ Շատ լավ տրամադրություն ա, ծզն հետ նաև բերալք ձեր էկոպայուսակները, ինչի մասին սոր զրույցն կնա։ Բայց նախ ուզում մի քիչ խոսենք ամենասկզբից, ինչավուք դուք զբաղված եւ այս էկոպայուսակների արտադրությունը ինչա յուրայից ներկայացնում։ Այս պահի դրությամբ զբաղված եմ էկոպայուսակների արտադրությամբ, ինքը լավ գաղափար է, ոնց դի օգնումս դաժե բնությանս օգնես, որ ինքը այդ պլաստիկից ազատվե։ Դե հա նոր տենդենս, ասա 21-րդ դարի նոր տենդենսն է։ Նոր տենդենսն է, իմ օգնությունս բնությանը։ Ահա։ Ոնց եք որոշալ այս գործով զբաղվիք, Արունա։ Գործը պատահական է ստացվալի մոտ 20 թվականից հետո 21 թվականին որոշալ եմ որ պետքա Մարաշի ասեղնագործությունը սվերի։ Ինքը հին հայկական ասեղնագործություն է, ավանդական, վերևը պետքա պարտավորենք պահպանենք, տարածենք, ինչու՞ չէ։ Ու համատեղ կարել եմ սվերալ, վեր իմ արտադրանքս ես միանգամից եւ ասեղնագործին եւ կարիմ եւ պատրաստի վաճառքինի։ Ու հրազդանում կանանց ուզորացման ռեսուրս կենտրոն կա, տսալում վեր իրանք հայտարարություն են տիրել, վեր Մարաշի ասեղնագործությունը կսվորցնես, ու ես հայտարարությամբ կեցալում, ինձ ընդունալն, մեծ սիրով շնորհակալ եմ Նարի Հայրապետյանին, հիմնադիր տնօրենին։ Սվերալում հետո իրանց մոտ կարնեմ սվերա, իհարկե անվճար հիմունքներա բոլորը։ Այսինքն դուք այս 4 տարին, մինչև սա արդեն 25 թիվն է, զբաղվում եք արդեն այս գործով։ Հա, 21 թվականից հետո։ Շատ լավ։ Եվ արդեն այդ էկոպայուսակների, այսինքն իրացման շփումները կանցկացալի, այսինքն անումոք ու վաճառում։ Շտեղ կարինք ծանոթանանք ձեր տեսականուններ եւ ցանկության դեպքում կարինք ձեր բերինք։ Facebook-յան եւ Instagram-յան էջում կա։ Ոնց է կոչվում։ Արունա դերագործ աշխատանքներ, դա Facebook-յան էջն է, իսկ Instagram-ը Արունա էկո։ Ահա, շատ լավ։ Հիմա մի հատ կասիկ իրանց յուրահատկությունները եւ նյութերը շտեղից եք ցելք բերում այդ նախշերի ընտրությունը ոնց է կատարվում։ Նյութերը ձերք եմ բերում Երևանա, նախշերի ընտրությունը իմն է, ես եմ ստեղծագործում նախշերը, փոփոխության ենթարկում չեմ փոփոխության, բայց արդեն ես իմ ոճավս դիզայնը տամում ասեղնագործում։ Էկոպայուսակներ խե ընտրինք դուք էկոպայուսակներ, որովհետև դուք էլ կինիք օգնած այդ լավ գործի։ Շատ լավ, իսկ այս ամեն ինչտեղը կատարվում, ինչ որ արտադրամաս կամ տարածքում տան պայմաններում է, այս պահին տան պայմաններում է, հետագայում նաև կմեծանա։ Դե մի քիչ պատմեցիք ձեր տան ընդհանուր մթնոլորտը, տոնը գործը յուրնետունցիկ համադրում։ Ոյ, տոնը գործը յուրնետ։ Տանը մթնոլորտը շատ հաճելի է, որտեղ տան մի մասը իմ աշխատասենյակն է, առանձնացված է։ Ուտեղ իմ կարիս մեքենաներն են, տպագրության սարքը, ասեղնագործության մեքենա, տեղ ես նաև նկարես եմ, եթե նկարելի պատվիրան, այսինքն ոնց հասկացաք, ես այդ ամեն ինչը գրես եմ անի։ Այս պահի դրությամբ օդ մեկու աշխատող, իրանք էլ են Արցախից, մեկը Մարտակերտից, մեկը Հադրութից։ Հյուրս վրցրալում ասեղնագործություն կար,
ու մենք իզնետ գործունն ես։ Ու կյամը ձերտոր։ Հա։ Ամեն օր տանը պարտադիր երկու ղոնաղոնիկ ամենախրեգի։ Եվ ինչ մտնոլորտ այնվել դեպի հավաքում Մարտակերտից, Հադրութից։ Մեր բարբարավն ու կխսես Մարթա մեր բարբարավը։ Ես Մարտակերտի բարբարավը մեկ ավելի շատ ումս կսա խոսել է։ Եկան Հադրութա բարբարավը, շատ հաճելի է։ Իսկ Մարտակերտցիք ծզ եղնավն էս դի ասած։ Տնորենն է եսում, բայց էվեր իրակ ասուն եսում արդեն կոֆետնից։ Այդ մտնոլորտն է շատ հաճելի է իրականում։ Լավ, պատան անդամներն ինչն ասում չեմ, դու լատանը գործնես լել հեչերի գործանողը տերես բերում, տան իրաց Տանը եսում Մարատը, իմ տղաս։ Մարատը ձեր տղան։ Հա, 2 հոգավ ենք Քանի տարեկան է Մարատ։ 10 տարեկան։ Մի պատը Մարատից պատմիք։ Ինքը կյամագործի խնգարում Չէ, բացարձակ, ինքը մեզ օգնեսա, նկրեսա այդ ընթացքը։ Հա ինքը կարում է նկարել, հետաքրքրում է իրան այդ ամենը։ Իրանը իմ բիզնեսը, մեր բիզնեսը համատեղ, չնայած այս միտքը իրանից է ծնվել, կամակինի մխրիկ ասած մեր բարբարը, վեր ասեղնագործությունը սվերամ ճիշտն ասած ուղակի զուտ ժամանակս մխրիկ անցկնալի հետևից վրա ճիշտ տվեր անկեղծ ասի, Արցախում դասավանդամ դպրոցում։ Մամաս ասալա, համոթակինանից մեզ խայտարականից, դու ասախ պրնել եք դաշ չես։ Ասամ վեչիշ, դե կեց հալում, ճիշտն ասած սկզբից խայտարակում լատրտնաս, որովհետև իրոքը ստացվեց չլեր։ Դե խայտարակ չէ, դա առաջի քայլերն է, նորմալ է։ Ստացվաչի, հետո դե քանի որ տանը խոխին պահող չիլա, մոք մենակ ընկլել Հրաստանում, ես ստիպված ամեն օր իրան շաբաթ երկու անգամ իզնետ տարալում, տեսի, իզնետ 3 ամիս եկալա տեսի քեց հայ։ Հա, ես մինչև դուք սվերեք խոխանեն ծզնետ։ Հա, վայ, համ իրան տեսերը, համ ձեր տես։ Չէ, ամառային արձակուրդների ժամանակ այլ է։ Ու մի օր ասամ, всё, ես էլ գրեշ չեմ, ես գործավ զբաղվեմ, սա իմս չի։ Դե ոչինչ, հա, ուրիշ բան կփորձիմ։ Ու ինքս դի իշալա ասում է, դե լալա 6 տարեկան։ Մամա, ես սաղից հետս ընկալ դու։ Ինքան համոթ հայլալ ինձ այդ պահը, վեր ինքս դի տխրվալա, վեր իզնետ ու այդ ինձ այդ ինձ ոգևորալա, վեր չէ, ես չպիտի հետ ընկնիմ, հանուն իրան, ես պիտի ես գործը անեմ։ Ու հետո պատկերացնես չեք այդ գործը ես ինչքան սկսա սիրելը։ Ես даже կարող ա գլուխս ցավե տխուրին իմ ոզմլացին իմ հիշիմ մեր տոնը բեն, ասեղնագործությունը փրկեսա։ Մի ուրիշ աշխարհով։ Ասեղնագործությունը իհարկե դա նաև այդ հոգեբանական հանգստություն եւ ներդաշնակությունը տամծս, առհասարակ տան մտնոլորտն է բենանում ու ես մինչեւ այդ օզամիատ հասկամ ասեղնագործությունը հինչածը զետի կարճ մի հատ հանց բառ ասեցիք սա մենք վեր ասեղնագործությունը փրկեսա հադրութա այդ բենավնում ասում կարծես թե այդ բառով ամեն ինչ ասված է արդեն փրկումա փրկեսա Այդ թելերը ինքը տեսեք տակավը մտնում է այդ օդուսակյամ տարբեր շարքեր գալիս դի ոնց ուստի խոչընդոտ ճանապարհների նման վերջը արդյունքս տնաս ես կապամ տրանը հետ վեր այդ խճճված թելերից հետո նոր կյանք նոր չգիտեմ ամեն ինչ լավն տնաս իսկ Մարատի հոգեվիճակի մեջ ինչ փոփոխություններ եք զգացում դա յուրան ինչ ըստ ինքը շատ է հպարտանաս ինձանավ իմ մամաս ամեն ինչ հսցնես ամենակ այդ մի դրանից հետո երևի էլ նախադասություն չկա վեր այսիսլի Հա, այսինքն այդ ընդհանուր այդ տան վիճակը, այդ զբաղվածությունը, այդ թեկուզ վեր գործանողն եք ամենքինամ ինքը տրանից գործանողներն դասերի դասընթացի ժամանակահատվածում այնիս ինքը դպրոցում այնիս Հա Դի խնգրես չնի, իրա մարատին սաղ սիրիսն, ինքնել իրանցա սիրիս, ընկերաս էրա Շատ լավ, ոնց եք պատկերացնում ձեր այս գործի շարունակականությունը հետագա քայլերը, ինչ պատկերացնում ինչ սպասելիքներ ունի կարունա Պետքա լայնվե, ես պետքա իմ առաջ նպատակը մտիրալ, վեր ես պետքա իզ նման մարդկանց քյոմագյանիմ, հիմնականում միայնակ մայրերին, բազմազավակ ընտանիքների երեխաներին, հուվերվեր կրես չնը խմբակներ հաճախին, հետաքրքիր տեղեր հաճախին, ես իրանց անվճար սվրցնանում մարաշավանդական ասեղնագործությունը, չնայած արդեն ունիմ սվրցրած աշակերտներ, սվրցնանում հունց ստեղծին էկոպայուսակներ, տարբեր մոդելների, իրանց հույս հավատում տլան վեր տնից է կարին գործանին, բիզնեսանին Եվ այդ ամեն ինչի պատկերացնում եք Հրազդանում
Այդ հրազդանի համայնքսա ստիասիմ։ Հա։ Ատե ոզում իշեցիք սոր արցախցիների շրջանում շատ լայն քննարկումներ չլի զյուրիստների մեջ վեր Երևանում հնարավորությունները շատ հիմնական մասը փորձում է կենտրոնանա Երևանում, Երևանը ինքնին արդեն ծանրաբեռված ապեր։ Իհարկե շատ մարդիկ կան վեր մարզերում, տարբեր համայնքներում ու սոր ես մի հատ կենթանի օրինակ ունիմ, իդեմս ծыз, վեր հնարավորություն ունիմ նաև հասկանալու համայնքում կյանքը հունց է եւ ինչ վեր պենավ զիջում չի եւ արցախցիները իսկապես կարին համայնքում իրանց դերակատարությունը ճարին թե չէ թե լող պիտի 120,000 կա Երևան նստել Չէ, դա абսուրդ է, հնարավոր չի տիպեն վերցնել Հրազդանը սորտ զետի ինչա տրա եւ Հրազդանը ճիշտ է, սոտկինի վեր այսիմ հադրույթ է տրալ ինձ էտ է, մեր տոննա տրալ, բայց տիա տրալ։ Բայց շատ հարազատ Հա, շատ հարազատ է տրալ, ճիշտ այդ հարցերը ինձ միջև մենք տասն, իմ ընկերներս, գործընկերներս, դրամաշնորը, որ հաղթալում, այդ բնագավառի մարդիկ, դու Երևան լավկինի վետաղա փոխվի իսպեն, ու ես այդ բոլորին հատ կրեսում բացատրիմ, ես խեմ Հրազդան, Խեյեք Հրազդան, ինձ էտ բացատրեցիք։ Պատերազմից հետո վեր եկալ ենք Հրազդան, պատահական աստացվա մեր Հրազդան կյալը, այս պահին երևի զույշ չում տիտը խուրինի մեր առավոտը։ Այդ հրազդանցիների իրանց այդ հոգատարությունը, իրանց այդ նվիրվածությունը, հունց բացատրիմ շատ հարազատ այլ է։ Սրտը, հա, շատ հարազատ այլ է, ես շատ ում իրանց սիրիս։ Սա Հրազդանը երևի համայրա արդեն Ծճին են չում։ Մի Հրազդան մի արունը։ Փորձում եք դեղ հրազդանցիներին հետ հադրութա բարբարալու խոսիկ։ Արցախյան բարբարի հադրութա հասկանաս, մա ինչը սես։ Հայերենի համար սեղմեք մեկ։ Մարատը ասկզբի տարին տիքիսս կասավալա խուսեչ կոլումը, սկզբի ամիսը, պեն հետո վեր խոխանտասալա իրանք հասկանաշր մեր բարբարը, սկսա մակրու գրականավ խոսել է, բայց տանը պարտադի մեր բարբարնա, ես միմին ենքան տարբեր մարդկանց նետում շուվես, տի բարբարոզ պխվես այդ, մարտակերտ, ստեպանայկերտ, ասկը, մամա հադրութա բարբարավ խոսը։ Տան, բայց զարմանալի պենա, օրինակ իմ խոխեր կսել շկոլում մանկապարտեզում իրանք գրական հայերեն ավն խոսում, ու ես փորձում, ես ախր մենք սեմ հենք անկեղծ ասիմ, ես գում չում, իմ փոխած կարում գրական հայերեն ավ 100% անց խոսե թե չէ, որովհետև ինքը իմ կողքս խոսում չի գրական։ Ես իրան գրական բառում ասում, ինքը ասում է պապայից նետի խոսում է։ Ստիպված իրան ուսուցիչներից ու մրցում ասում են, հա, շատ լավ գրական տիրապետում է, բայց խորցի մեջին զարմանալի է, չէ՞ կա այդ բանը, որ ուզում են տանը տնեցուն այդ բարբառով խոսի։ Հա, ամենահետաքրքիրը այն է, որ ինքը մտադրություն ունի, որ մծանաքինի բանակ իհարկե ծառայի նորից քինի հադրութ։ Աստված տա։ Կինա հայկական հադրութը, մունքող միասին կինանք, ու ոչ միայն հադրութ, այլ նաև Արցախ վերադառնանք լող միասին։ Ես կոզի մի պենել ավելացի, մեզ էկոպայուսակների հետ կապված։ Ճիշտ է, ես մի քանի շարունակ դրամաշնորում հաղթահարա, որտեղ մենակ ի սկզբանե մենակին է կարա չարես ամեն ինչը աներ։ Մանավանդ վեր այդ բնավորությունը օնիմ վեճ վեր, ասինքն ինչ որ մեկից փողոզի, ինչ որ գործ սկսելի հետ է, դու բնավորությունն է։ Առաջի դրամաշնորը վեր շահալում մակի կողմից էլ։ Կարի մեքենաներն ձեք բերա, երկրորդ դրամաշնորը շահալում գումհը իրականացրա, շատ հետաքրքիր դրամաշնոր այլ երկարփորձությունների միջով կանցկացա այդ ժամանակ արդեն իմ տպագրությունս ասկսա մարաշասեղնագործությունից բացի տպագրություն տարբեր բեների իրա բաժակա ստիշորերա գլխարկներա տերմոսներ այս երրորդ դրամաշնորս վեր հուսամ շահլանում բայց արդեն խմերավանցում կացա խթանտն իրականացնում կասան Տեղ մի հետաքրքիր բնիմ առնչվալ քարորյա դասընթացների քիս Գյումրի Տեղ բիզնես ծրագրեր, տարբեր պիներ քեստի սվրցնեսը միջև դու արդեն լրիվ պատրաստի կադրես վեկայից գործանից տեղ արդեն ես հասկացալում որ ես միջև մենք ինչ որ սոցիալական մասա է իմ մեջից որ ես դա հասկացա չում իրանց դրամաշնորը հենց էտա սոցիալական ձեռնարկատիրություն վեր Հայաստանում դեռ քիչ է երևի գիտես կինիկ արդեն սկսա զարգանալու բայց այսինքն այդ իմ բիզնեսից որոշակի քանակի տոկոս հատկացվելանա համայնքին ինչ որ ծրագրեր իրականացնելի հետ է ու ես դա շատ ուրախ եմ որ ես կրեսում այդ ամեն ինչը անիմ ու կլանում անիմ
բայց իմ ցանկությամբ դա ինչ ծրագիր պետք է իրականացվեր, ես էլ ընդհանուր գաղափարը ասի, մեծ ծրագրերը իննեն միայնակ մայրերի, բազմազավակ ընտանիքների, երիտասարդների ու այն մարդկանց ու վեր օնե ուզիս ասվերը, բայց օնը վեճ հնարավորություն սվերը։ Այն այլավեր խմբեր եք ընտրալ, դա հեչ ես անպայման ուզում եմ շարունակվել, որովհետև ես ոնց հասկացամ, դուք տրամադրված եք ոչ միայն սա ձեր ներքին հոգեվիճակի հանգստության, ոչ միայն ֆինանսական մասով, այլ նաև շատ կարևոր է այս ծրագիրը ունենա շարունակություն, նաև աջակցել քու կողքիդ կաղնած մարդկանց, որովհետև նաև մեր ծրագիրն է դիմում, հատե ծզման հանց մարդիկ են հրավիրում, վեր օրինակ ինին իրանց գործավ մնացածներին ապրիկ։ Արունը նաև ուզում մեր զրույցի մեջ հսցնիմ ստի մի քանի բառով թեկուզ անդրադառնանք, խոսքի մեջ ասեցիք ես Ղարաբաղ մանկավարժում էր գործնելիս, դուք դե Հադրութի շրջանից եք, մասնավորապես Հադրութ քաղաք, թե ինչ վերնա համայնքից։ Գյուղ Քյուրաթաղ, մեր հրաշք գյուղը։ Շտեղը քրագործնես ու ինչ քրագործնելիս։ Դպրոցում հայոց պատմության մասնագետում ես, աշխարհագրություն եմ սվերա հետագայում, ոնց տարբեր բաներ Հետո վերջի 2 տարիներն վեր պատերազմը սկսվալա, ես Հայկավան գյուղունում լա Հադրութա։ Տղ դաստուվա պատմություն էլի աշխարհագրություն, տղատ ենք մուկտուս եկա, շատ դժվարին Իսկ սոր քյուրաթաղցիներին հետ կապը պահում եք։ Իհարկե մշտական։ Անգամ Հայկավանի բնակիչների, ուսուցիչների, երեխաների, ծնողների։ Իսկ կարոտումը կետ աշխատանքի ընթա չէ արդեն։ Կարոտելը ոնց բացատրի։ Հսցնում չկերևի։ Չէ, այդ դպրոցը դեպի դպրոց ճանապարհը ինձ դա երևի փակված կինի, որովհետև դա մխրեք բարդ է, որովհետև իմ շատ սիրելի աշակերտներից մեծ մասը մենք կենթանի չեն։ Նինգիտա մեծ պենը այդ օզմուչում շարունակվա իզնետ։ Երևի վեր պատկերացնում եք վեր մտնիկ դպրոց, դասարան, իրաց պիտի տեսնակ հյուր վեր մենք երկնքում են հերոսացած մարդկանց մասին է խոսքը։ Ձեզ շատ լավ հասկանում, ձեզ շատ ճիշտ հասկանում ենք բոլորս եւ իհարկե կյանքը շարունակվում է եւ սոր դուք ես գործը անելավ առաջին հերթին եւ մեր հերոսների հիշատակն եք փորձում վարպայիկ, որովհետեւ մունք սոր պարտավորված ենք ապրենք ու ուրախում վեր դուք ձեր կյանքի մեջ գրեց հավաք մի հատ նոր լույսի ճանապարհ գտնիկ եւ ձեր խոխին եք լույսավ պատում եւ ձեր գործանողներին եք լույսավ պատմում ու կարեւորը նաեւ այդ կապը պահում եք քյուրաթաղցիների այդ մյուս համայնքի մասին, ինչի մասին քիչ առաջ խոսեցիք։ Եվ ընդհանրացնել ախսորվա մեր հանդիպումը, կա ինչ վերին պեն վեր կոզիկ անպայման ասացինիք մեր ժողովորդին։ Ժողովորդին ուզից մասին վերը ուժեղ կենան, հավատավ լծված կենան, կոտրվին վեճ մի վաղթ, վերի հվատան վեր կարին իրանքը օրիշպենավ զբաղվին, օրիշ գործներությունում իրանց կթենան, որովհետև իրականում մեր ժողովորդը շատ ուժեղ են։ Պետք է վեր կթենան ու անպայման հույսը դեպի Արցախ կուրցնին վեճ, որովհետև այդ հույսը եթե կուրցնին, ուրեմն իսկականից կուրցրալ ենք այդ ամեն ինչը։ Թող իր նման կանայք էլ, ասենք վեր մենական, վեր իրանց կողքերն մարդ չկա, չնայած իմ կողքերս ահագին մարդ կա, մի մեծ համայնք կա։ Ընտանեկան կազմի մասին։ Հա, ընտանիքի կազմի, հա, կարին իրանց գտնին ճիշտ ուղու իրայինին միշտ գիտամ ինձ դա շատ կարևոր է դուք օրինակ ես ուզում եմ պեն շատ լավ գիտակ դուք օրինակ 10 տարեկան տղամարդ ու վեր ստի ամենաուժեղ ձեր թիկունքին կանգնած տղամարդն է շնորհակալություն սելի հերոսադիտողներ Արունա Պողոսյանը հադրութեցի ու վեր մենք ապրում Հրազդանում հիացմունք հավ խոսում է Հրազդանի եւ հրազդանցիների մասին եւ անպայման Հրազդանի լույսը ինքը շարունակելու է իր մեջ կրելը հասեստի ամեն մինս մեր տեղում պիտի կարողանանք հիանանք մեր շրջապատող մարդկանցով սեր ստանանք ու սեր տանք բոլորին բարի առավոտ